Երևանի տարածաշրջանային համար 1 պետական քոլեջի ուրիշ թատրոնում պրեմիերա էր։ 2023 թվականի դեկտեմբերի 20-ին կայացավ այս տարվա վերջին պրեմիերան, որի գեղարվեստական հայեցակարգի, պիեսի և բեմադրության հեղինակն էր 4-րդ ռեժիսուրաբաժնի ուսանող Արտյոմ Ավետիսյանը։ Գիտեք ինքը մենք բազմաթիվ ներկայացումներ ենք ունեցել, բայց այս ներկայացումը առանձնանում է նրանով, որտեղ ինքը զանգվածային է, անսամբլային ներկայացում է, այստեղ չկային գլխավոր, գրեթե չնայած ըստ սցենարի կա Բազիմոդո, Էսմերալդա, բայց երբ որ նայում եք ամբողջ ներկայացումը, բոլոր դերակատարները չկա այստեղ երկրորդական դերեր, բոլորը գլխավոր դերեր են, որովհետև բոլորը անընդհատ գործողության մեջ են եւ անընդհատ չեն կարող անգամ մի պահ դուրս մնալ, կտրվել ներկայացումից, որովհետև այդ ակնհայտ կլինի հանդիսատեսի համար։ Ես առհասարակ շատ ուրախ եմ, որ այսպիսի տաղանդավոր սերունդ է մեծանում եւ կարծում եմ իրենց մի մասը կշարունակի մեզ մոտ մյուսները ուղղակի մի մեծ փորձ կյանքի փորձ ձեռք բերած կգնալ եւ իհարկե շատ ուրախ եմ, որ այս տարիքում իրենք կարողացել են իրենց ուժերով ամբողջությամբ իրականացնել այս ծանր բեռը, որտեղ կային մեծ մասսայական տեսարաններ, երաժշտություն, փոխհարաբերություններ իրենք կարողացան սահմանել։ Սա այս տարիքի համար ծանր բեռ է, որը իրենք մեծ պատվով կարողացան իրականացնել։ Ներկայացումը արտակարգ ներկայացում է, հենց սկզբից հասկացա, որ մեծ էներգիա կա, մեծ ուժ կա, որովհետև միասնական խումբ կար, թիմ կար, հենց սկզբից արդեն հասկացա։ Ներկայացումը շատ հաճելի էր, որտեղ ներդաշնակ, երաժշտությունները, տեքստերը մեկը մեկին շատ դինամիկ, մի ժամից ավել, ժամուկեց, երևի չհասկացանք, թե ոնց անցավ, մի ակնթարթում անցավ։ Ինչ որ հանդիսատեսի համար շատ կարևոր է։ Եվ երկրորդ հանգամանքը, որ մի անգամից այս առաջինից վայրկյաններից մտանք ներկայացման մեջ։ Դա նույնպես ինձ համար շատ կարևոր է, որովհետև մնում է 1-20 րոպե դեռ մինչև մտնես ներկայացման մեջ։ Շատ ոգևորված եմ, շատ ուրախ եմ, ինձ շատ ուրախացրել է մի կարևոր բան, որը շատ կարևոր եմ համարում ուսանողի համար, դա էնտուզիազմ ուսանողի մոտ, ուսանողական հենց էնտուզիազմը, որ ամեն ինչ այնքան մանրակրկիտ են աշխատել, սկսած դեկորացիայի վրա, հագուստների վրա, դետալների վրա, ես պատկերացնում եմ ինչքան ժամանակ են ծախսել, ինչքան ջանք են ծախսել, երբեմն պատահում է, որ ես էլ եմ այս ճանապարհով անցել, չէ, ես էլ գիտեմ այդ տարիքի, այդ ոգևորվածությունը ինչ է նշանակում։ Երբեմն բաներ ես անում, որ նույնիսկ պետք էլ չի գալիս կամ չի էլ երևում բեմից, բայց կարևոր չի, կարևորը որ դու անում ես մինչև վերջ։ Եվ այդ մինչև վերջ անելու մղումը ես տեսա բոլորի մոտ։ Ներկայացման պրեմիերային ներկա էին Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի փոխնախարար Դանիել Դանիելյանը, Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտի ռեկտոր Սառան Ալբանդյանը, քոլեջի կառավարման խորհրդի անդամ դերասան Արման Նավասարդյանը և այլ պատվավոր հյուրեր։ Ժամանակ խնդիրները բնականաբար եղել է հենց առաջին հերթին այն խնդիրը, որ ես խաղում եմ Quasimodo 17 տարեկանում, չունենալով ոչ համապատասխան փորձ, արդեն իսկ վարդ էր, բայց շատ քննաջան աշխատելով, թե ռեժիսորի հետ, թե ինքս տանը, ստացվեց ամեն ինչ։ Կարծում եմ մեր դերասանները այնքան պրոֆեսիոնալ գտնվեցին, որ կարողացան անգամ այն չստացված պահերից դուրս գալ, թե դա ինչ էր, արդեն կարծում եմ հանդիսատեսը թե նկատել է, թե չի նկատել, արդեն կթողենք հանդիսատեսի դատին, բայց ինձ համար ամեն բան ստացվել էր եւ ամեն բան շատ հաջող էր։ Արտյոմ Ավետիսյանը նշում է, որ վեպը վերածել է ներկայացման հիմքում ընկած պիեսի։ Երաժշտության և գործիքավորման հեղինակը կոմպոզիտոր Վահե Հայրապետյանն է։ Ռեկվիզիտները պատրաստված են ուսանողների կողմից։
Դերասանները տարբեր բաժիններում սովորող ուսանողներ են՝ խոհարարական գործ, շուկայաբանություն, ռեժիսուրա և դերասանական արվեստ։ Փարիզի Աստվածամոր տաճար մյուզիքլը իր պատվավոր տեղը գտավ ուրիշ թատրոնի խաղացան